բոլոր դռների մուտքի դռների բան այդպես այդ միջուկները հանել էին, ազգային անվտանգությունն ասել է, որ վարչապետի գալով է պայմանավորված, որ մենք այդ ներսում որոշակի գործողություն պիտի անենք, դրա համար փոխում ենք այդ բաները, զամոկները, այսպես ասած փականները, հիմա չգիտեմ, ոչ մի բան չեն ասել, ասում են, որ որևէ մեկը չի կարող գալ, բայց իրականում այլ պատկեր է, ըստ երևույթին իրենց վերադասին սխալ են զեկուցել, որ իրավաբանորեն Հովանավանքը պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Որևէ մեկը իրավունք չունի, եւ ոչ միայն Հովանավանքը, այլ բոլոր այն սրբավայրերը, որոնք նույնիսկ պետական հսկողության, վերահսկողության տակ են կամ հնության կոմիտեին են պատկանում, կամ հուշարձանների պահպանության վերահսկողության տակ են, որքան սրբություն եւ մատուռ եւ եկեղեցի եւ վանք կա, բոլորը Մայրաթորի եւ հայ ժողովրդի սեփականությունն է։ Առանց ամաչելու, այսպես բաժանություններ են առաջացնում մարդկանց մեջ։ Սա պետական կառույցի հովանու ներքո է լիազորության, այսինքն օրինակ հնության կոմիտեին է պատկանում, վերջ, սա ուրեմն մերն է։ Այսինքն մեր ու ձեր արեցին, այնքան արեցին, որ այս ժողովրդին sense բաժանեցին, բաժան եղավ այս ժողովուրդը։ Հայ հոգևորական պաշտոնապես հայտարարել, որքան եկեղեցի, վանք, մատուռ եւ սրբատեղիներ կան, բոլորը պատկանում են Մայր Աթոռին եւ հայ ժողովուրդ։ Այնքան փոքր հոգի են, որ նույնիսկ Մյուրոնը, այդ Ստեփան կոչվածը, Սրբալույս Մյուրոնը ամբողջությամբ վերցրել տարել էր այնտեղ։ Այնտեղ ուժայիններ կան կանգնած եւ նաեւ գյուղից որոշակի հատված կա իրենց այդպես մտածումներին, գաղափարներին հարող եւ իրենք ասում են, որ չենք թողնելու հոգեվորական մտնի, բայց որքան ժամանակ Որքան այդ եկեղեցին Կիրակի օրը պղտվել է խորանը եւ պիտի խորանի սրբության աղոթք պիտի արվի, պիտի մաքրվի եւ նույնիսկ եթե չեմ սխալվում, Մայր Մաշտոցով այսպես է հրահանգը, որ նույնիսկ նորից խորանը վերաօծում պիտի արվի, որովհետեւ պղծվել է խորանը։ Այնտեղ նենց պիղծ մարդիկ են բարձրացել խորանի վրա, որ հայհոյա խառն բոլորի հասցեին, հայհոյա խառն խոսել են, բոլորի հասցեին անպայման պիտի խորանը միայն գործածվի ավետարանական մեջբերումներ եւ սուրբ ավետարան քարոզելու համար, բայց ես անկեղծ ասած այդ ձեր նշած անձին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ եւ խնդրում եմ մեր լրագրող քույր եղբայրներին խնդրում եմ, որպեսզի իրենք էլ ընդհանրապես բանի տեղ չդնեն իրեն, որքան որ ուշադրություն եք դարձնում, այնքան ավելի իրենք բանեն։ Ուղղակի արհամարեք եւ ոչ մի բանի տեղ մի դրեք իրեն։ Չեմ ուզում անդրադառնալ այդ գժերին։